Եթերում CBC FM-ի նորությունների թողարկումն է, խոսափողը Մոտոյ Նիգար Ջամալ եւ Սաբինա Բայրամը։ Այսօր Բաշլոբելի ցեղասպանության հերթական տարելիցն է։ 1993 թվականի ապրիլի 18-ին Քելբաջարի շրջանի Բաշլոբել գյուղում հայերի կողմից իրականացված ջարդից 32 տարի է անցնում։ 1993 թվականի ապրիլի սկզբին Քելբաջարի շրջանի օկուպացիայի ժամանակ մոտ 2000 բնակություն ունեցող Բաշլոբել գյուղի 73 բնակիչներ չեն կարողացել լքել իրենց տները։ Նրանք ապրիլի 2-ին փորձել են դուրս գալ շրջափակումից։ Հայերը սպանել են 9 հոգու եւ 5 պատանդ վերցրել։ Մնացած 62 հոգին նահանջել է դեպի Լեռներ եւ թաքնվել քարանձավներում։ Ապրիլի 18-ին հայերը հայտնաբերելով բնակիչների գտնվելու վայրը հարձակվել են քարանձավների վրա, սպանելով եւս 18 հոգու եւ 14 մարդու գերի են վերցրել։ Միջադեպի ժամանակ 1 մարդ անհետ կորել է։ Ողջ մնացած 30 հոգի 113 օր մնացել են շրջափակման մեջ։ Ի վերջո հուլիսի 17-ին նրանք կարողացել են դուրս գալ շրջափակումից եւ գիշերը շարժվել Լեռնային ճանապարհներով։ Քելբաջարի շրջանը օկուպացիայից ստացագրվել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 44 օրյա հայրենական պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սոցցանցում կիսվել է 1993 թվականին հայերի կողմից Բաշլոբելի ջարդերի հետ կապված հրապարակմամբ։ Հրապարակման մեջ ասվում է. 32 տարի առաջ 1993 թվականի ապրիլի 18-ին հայկական զինված ուժերի կողմից Քելբաջարի օկուպացիայի ժամանակ Բաշլոբել գյուղի 18 խաղաղ ադրբեջանցիներ դաժանաբար սպանվել են այն բանից հետո, երբ նրանց գիտել են Լեռնային քարանձավներում, որտեղ նրանց գյուղը թալանելուց հետո թաքնվել են 18 օր։ 14 մարդ պատանդ է վերցվել։ Այս կոտորածը Հայաստանի էթնիկ զուդումների, ահաբեկչության եւ ագրեսիայի երկարամյա քաղաքականության մի մասն էր, որի նպատակն էր ադրբեջանցիներին վտարել իրենց պապենական հողերից եւ տարածքային պահանջներ ներկայացնել։ Մենք հարգում ենք Բաշլոբելի ջարդերի զոհերի հիշատակը եւ վերահաստատում ենք, որ մարդկության դեմ նման հանցագործությունները երբեք չպետք է մոռացվեն կամ աննկատ նման։ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Խանքենդի։ Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ղարաբաղի համալսարան։ Հյուրերը ծանոթացել են համալսարանում ստեղծված պայմաններին։ Դիվանագետներին մանրամասն տեղեկություններ են տրամադրվել Ղարաբաղի համալսարանի գործունեության մասին։ Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր ստատուս քվո է ստեղծել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների Խանքենդիի Ղարաբաղի համալսարան կատարած այցի ժամանակ։ Ռուսաստանը կրկին հաստատում է իր պատրաստակամությունը օգնություն ցուցաբերել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին հաշտեցման հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից 2020 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են լիովին արդիական մնալ։ Բազմակողմ ձևաչափով լիարժեք փոխգործակցության հնարավորինս շուտ վերսկսումը կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ բարգավաճման հաստատմանը, ասել է Զախարովան։ Նրա խոսքով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ երակոմ մասնագիտացված աշխատանքային խմբի շրջանակներում դրական զարգացումներ են գրանցվել տրանսպորտի եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործում։ Ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ Հայաստանը թալանել է բնական պաշարները։ Այս մասին օտարերկրյա դիվանագիտության կորպուսի ներկայացուցիչների այցի շրջանակներում Ղարաբաղի համալսարանում հայտարարել է Խանքենդի, Խոջալու եւ Աղդերեի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։ Նա նշել է, որ Հայաստանը 30 տարի շարունակ լուրջ ռազմական հանցագործություններ է իրականացրել Ադրբեջանի դեմ։ Այդ ընթացքում արկա ենթակառուցվածքները մնացել են անխնամ, անտառները հատվել են, ջրավազանները աղտոտվել են, բնական պաշարները թալանվել, ոչնչացվել են ադրբեջանական ժողովրդին պատկանող կրոնական մշակութային հուշարձանները։ Յուսուբովը ընդգծել է, որ օկուպացիայի ժամանակ Խանքենդիի ճարտարապետական ոճին լուրջ վնասացվել։ Այստեղ ժամանակակից քաղաքային կյանքի պահանջներին համապատասխանող ոչ մի համակարգ չի ստեղծվել։
Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարի առաջին տեղակալ Թեյմուր Մուրշուդովի գլխավորած ռազմածովային ուժերի պատվիրակությունը ժամանել է Անկարա, մասնակցել Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմածովային ուժերի միջև 10-րդ շտաբային բանակցություններին։ Նախ ադրբեջանական պատվիրակությունը այցելել է Անկարայի Հեյդար Ալիև անվան զբոսայգի, ծաղիկներ դրել համազգային առաջնորդի հուշարձանին, հարգանքի թուրք մատեցելով նրա պայծառ հիշատակին։ Այն հետո պատվիրակությունը այցելել է Անըտ Քաբիրի դամբարան, որտեղ ուղղավորված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ Այդ ընթացքում քննարկվել են երկու եղբայրական երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցության հարցեր։ Կողմերը նշել են փորձի փոխանակման կարևորությունը եւ մանրամասն մտքերի փոխանակություն է կատարվել տարբեր հարցերի շուրջ։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմածովային ուժերի միջև համագործակցության զարգացման մասին արձանագրություն։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշարոնի թիրակղզում կդիտվի փոփոխական անբավարարություն, հիմնականում առանց ստեղումների եղանակ, քամին հյուսիս-արևմտյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 6-ից 14-19 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջաններում սպասվում է հիմնականում առանց ստեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախող, քամին չափավոր արևելյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 5-ից 14-19 աստիճան տաքություն։ Լեռներում գիշերը 0-5 աստիճան ցուրտ, ցերեկը 5-10 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդիում սպասվում է 2-6, Աղդամում, Ֆիզուլիում 3-8, Ջեբրայիլում, Զանգիլանում, Գուբաթլիում 4-ին, Իսլաչինում եւ Քելբաջարում 4-8 աստիճան տաքություն։ 102.7 FM Եթերում CBC FM ռադիոկայանի հայկական ծառայությունն է։ Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Եղանակի տաքացման հետ մեկտեղ հայ ռևանշիստները կրկին գլուխ են բարձրացրել։ Երևանի կենտրոնական փողոցները ամեն օր լցվում են մարդկանցով։ Ցուցարների հիմնական նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին տապալելն ու իշխանությունը զավթելն է։ Իրենց նպատակին հասնելու համար ընդդիմությունը ինչպես միշտ օգտագործում է ղարաբաղցի հայերին։ Հանրահավաքի հիմնական պատճառը իբր իշխանությունների գործողություններն են։ Արցախը այսօրին հասցրեց մի հարփած ծաղրածու, որը իր հարազատ եղբայրն տվել այդ կոչումը իրեն։ Ինքն անվանակոչել, այդ իմ ասածը չի։ Մի հոգեկան անհավասարակշիռ մարդ, որ այն ինչ էր երկու օր առաջ նրա վիճակը ազգային ժողովի նիստում, այն ինչ ցնցումների մեջ էր։ Երբ պիտի արթնան այս ժողովուրդը։ Գիտեք վիրավորականը որն է, որտեղ Հայաստանի բնակիչներ կան, որոնք ասում են Արցախցին, մենք արին ենք Արցախցին կերելը, ես չեմ հասկանում։ Չի կարելի այդպես, մենք տեղ ենք ունեցել, եկել ենք ոտներս դրել ստեղ, շնորհակալություն նրանց, ովքեր մեզ ընդունել են, բա իրենք որտեղ են գնալու, եթե այսպես շարունակեն։ Չեն տեսնում, որ երկիրը կործանման եզրին է։ Մեծ տարի ապրել եմ Արցախում, աշխատել եմ մի քանի տեղ, ստեղ ժողովուրդը կանած ասում են, թե մեր փողերն եք կերել, բա իմ աշխատանքս ինչտեղ է մնացել, որ ես Հայաստանի փողերն եմ կերել, կարող եք կերել եմ փողերը, ես բան չունեմ ասելու, միգուցե ղեկավարությունն է կերել, բայց ոչ մեկ, 40+10 էին տալը, մեր փողերն են տալը, ես բլոկադի ժամանակ ես էվի սովաչի, իշկան հիմա, պատկերացնում եք, հիմա լծած ամեն չկա, բայց ընձի փող չկա, երտևեկելու համար անգամ, տոմսի փող չունիմ, չի հերիկը։ Ինչպես տեսնում ենք, Երևանի եւ Ղարաբաղի հայերի միջև ատելությունը նոր մակարդակի է հասել։ Վեճը սասկացավ այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց կրճատել Ղարաբաղից Հայաստան մեկնած մարդկանց վճարումները։ Ղարաբաղցիները անընդհատ դժգոհում են հայրենակիցների արհամարհական վերաբերմունքից, սակայն ոչ բոլոր ղարաբաղահայերն են աջակցում իրենց իսկ ղարաբաղցիներին։ Արցախցիները փաստորեն դժգոհ են հատկացրած գումարներից եւ դժգոհ են, որ այդ 40+10-ների կտրումը եւ պահանջում են, որ այդ բանը աջակցությունը շարունակվի։
Հիմա նայեք, եթե մենք այս կարգավիճակով ենք պահանջում, որ կառավարությունը շարունակի այդ աջակցությունը, դա նույն բանն է, որ պահանջենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեզ պարտավոր է ու պետք է գումարը վճարի։ Եվ ստե հարցը առաջանում մեր քաղաքացիների քուր եղբայրների կողմից։ Ինչու չեք դուք այդ թալանչիներից ուզում այդ գումարները։ Եկել եք հասարակ Հայաստանի քաղաքացուց եք, քաղաքացու բեռն եք, հարկային բեռն եք ավելացնում։ Շատ բնական եւ տեղին հարց է։ Մենք եւ նպատակն է, որ հավաքի կազմակերպիչները այս հարցին պատասխանեն, բայց ինչու չեն պատասխանում։ Բավական է ուղղակի դուրս գան ու հայտարարեն, որ մենք պահանջում ենք մեզնից արցախցիներից թալանած գումարների վերադարձը։ Ընդամենը, եթե այս պատասխանը հնչում է, այն որևիցե հարց հավաքի նկատմամբ բացասական այդ դժգոհությունը կտորուկ նվազելու է, որովհետև բնականաբար է, մեր գումարները, մեզնից թալաներին արցախցիները դուրս են եկել իրենց թալանածը վերադարձնելու համար, բայց ինչի այդ հայտարարությունը չի արվում։ Խնդիրը նրանում է, որ Արցախի չինովնիկներն են խոչընդոտում, որպեսզի նման հայտարարություն արվի։ Ընդամենը մի հատ հայտարարություն, որ Արցախի հիմնադրամով մոտ $5 միլիարդ փող է գողացվել, որի փաստերը տրված են վաղուց դատախազությունում, եւ մենք պահանջում ենք, որ ստեղի իշխանությունը թալանածը վերադարձնի։ Գնացեք հենց դուք այդ հավաքներին ստիպեք, որ ասեն, որ մենք ոչ թե Հայաստանի Հանրապետության հարկատուի հաշվին ենք ուզում այդ աջակցությունը շարունակվի, այլ մեզնից թալանած գումարների հաշվին։ Դրա վերադարձն ենք պահանջում այո ստեղի իշխանությունից եւ իրավունքն ենք պահանջելու, որովհետեւ ուրիշ ոչ մեկից չկա պահանջելու։ Բայց կրկնում եմ, քանի որ մարդիկ նստած ընդեր կոնկրետ Արտակ Բեգլարյան, Սերգեյ Շախվերդյան երկու հոգով մուծիտ են անում, որ նման հայտարարություններ չլինի։ Եվ այս ալիքը, եթե հակալիքը ավելի շատ բարձրացավ եւ տապալվեց այդ միցինգը, կոնկրետ երկու մեղավորները դա հենց Արտակ Բեգլարյան, Սերգեյ Շախվերդովն են։ Եվ խառնակիչը Արցախի Հանրապետության չինովնիկներն ու դեպուտատներն են։ Կոնկրետ այդ երկու հոգիներն են նստած այնտեղ ու մուծիտ են անում։ Մեր պրետենզիաները Արցախի չինովնիկների եւ Հայաստանի ընդդիմությանն է։ Թալանչիներ, դուրս եկեք հայտարարեք, որ այդ թալանի վերադարձնեք Արցախցիները այսենց դեղապահոված կլինեն։ Այլ ոչ թե ձեր կաշին փրկելու համար, էլի հասարակ արցախցիներին ձեր շահերի համար օգտագործեք։ Սա սենց չենք թողելու մենք։ Ինչքան դուք ձեր անեք, մենք էլ մերն ենք անելու։ Հավաքեք հարել ամեն ձև պատրաստենք, օգնենք խորհրդով, ոչ էլ նպատակ ունենք ելնենք ձեր պես ռիսովկա լինենք։ Բայց դուք ռիսովկայի կլնում ու ձեր շահերը առաջ տանելով մեր հաշվին։ Դիտոյի դեպուտատն է, աշկերին կհանեմ։ Արտակ Բեգլարյան, Սերգեյ Շախվերդով ամբողջ պատասխանատվությունը տապալման հենց առաջինը ձեր վրա ելնելու։ Հարկ է նշել, որ բողոքի ակցիաներին մասնակցում են նաև անջատողական ռեժիմի այլ ներկայացուցիչներ՝ Գեգամ Ստեփանյանը, Արտակ Բեգլարյանը, Մետաքսե Հակոբյանը եւ այլոք, ովքեր անդադար ատելություն ու թշնամություն են սերմանում։ Ինչպես տեսնում են, կրկեսը հեռացել է, ծաղրածուները մնացել են։ Այն, որ այդ մարդիկ ատելություն ու թշնամություն են սերմանում, պնդում է նաև Ղարաբաղահայ Արթուր Օսիպյանը։ Ղարաբաղի անջատողական ռեժիմի ներկայացուցիչները կրկին հավակնում են Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքներին։ Հայ անջատողականների բանդան շարունակում է պնդել, որ իրենք շարունակելու են բարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, չնայած այն բանին, որ այս թեման վերջնականապես փակվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում։ Հայ ռևանշիստները պետք է հասկանան, որ այսօր Ադրբեջանն այն չէ, ինչ 1988 թվականին էր, որ մեր երկիրը կառուցել է հզոր բանակ, որը ունակ է պաշտպանել իր հողերը, եւ եթե Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ռուսաստանը փրկեց Հայաստանը, ապա այսօր ոչ մի երկիր տեր չի կանգնի նրա պաշտպանությանը, եւ նա իսկապես վտանգում է իր պետականությունը։ 102.7 FM